ձեր տեխնատունը դուք եք առաջադրել, երթը մի քանի ժամ շարունակ ուղիղ հեռարձակմամբ հրապարակել է կրոնական, հոգևոր, մշակութային, թե կրթական բաղադրիչի մեջ է մտնում այդ հեռուստաալիքի։ Ես կխնդրեի ասել, թե ինչ մշակութային արժեք է իրենից ներկայացնում ձեր վարչապետի տեխնատուն։ Ես ուզում եմ ասել, որ ձեր առաջադրած տեխնատունը այդ սուբյեկտը, ինչպես դուք նրան անվանեցիք։ Շատ լավ, Տիկին Գալստյան, դուք շատ լավ հոգևոր եւ մշակութային կրթություն եք ստացել, բայց նաեւ ձեր քաղաքական ուժի շնորհիվ Վարդան Ղուկասյանը դառել Գյումրիում քաղաքապետ։ Դրա հետ էլ դուք առնչություն չունեք։ Միգուցե առհասարակ դաշնակցության հետ կապ չունեք եւ Հայաստան դաշինքի եւ պատիվ ունեմ դաշինքի շնորհիվ դառել այնտեղ այդ մարդը քաղաքապետ։ Հա։ Ան Բաբայան, Տիկին Գալստյան, մենք միշտ երկար կարող ենք խոսել եւ խոսում ենք, խնդրում եմ գոնե խնայենք մյուս նախագծերին։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, որ բարձրախոսները անջատած են, ոչ մեկի ասածներ չի լսվում։ Դե խնդրեմ մի քիչ կամած ես նիստը շարունակեմ, դուք կարող եք WhatsApp-ով իրար հետ շփվել, գրեք, պատասխանել, այնտեղ էմոջիներ կան, կարող եք այդպես լավ արտահայտել ձեր տեսակետը։ Հարգելի գործընկերներ, հետեւաբար շատ լավ է, որ տեսնում եք մեր դպրոցները։ Ովքեր են կողմ, պարոն Բաբայան, քվեարկության ենք հասնում, Տիկին Գալստյան, դուք մեկը միշտ չեք քվեարկում, թողեք գոնե պարոն Բաբայանը քվեարկի։ Ճիշտ է ինքը որ չքվեարկել մեծամասնություն ենք դեռ, բայց մի խանգարեք թող քվեարկել։ Հարգելի գործընկերներ,